Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Թուրքական ռեժիմի հերթական փորձը ժխտելի պատմական ճշմարտությունը, պատմամշակութային ժառանգության պահպանումը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ Աշոտ Հարությունյան, նոր նախաձեռնություն արևմտահայերենի պահպանման ու զարգացման հետի, Մահիր Օզգյան, համշենցիները հայկական ինքնության առանձնահատուկ ճյուղերն են, Ագզիոս, Ամերիկանայրանը համաձայնության եկավ փոխադարձ հրադադարի շուրջ, Ռուզան, Արցախադուստր ներկայացում արժեքների մասին, Կարսեցի հայուհու ազգային տարազը, թուրքական ռեժիմն է Բաքվում փախլավան ցանկանում ու ներկայացնի որպես սեփական մշակութային ժառանգություն։ Թուրքական ռեժիմի արտաքին գործերի նախարարությունը խիստ արձագանքել է Իսրայելակառավարության կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը, բնութագրել որպես չարամիտ քայլ։ Այս հայտարարությունը հերթական անգամ վկայում է թուրքական ռեժիմի շարունակական ժխտողական քաղաքականության մասին, այն պետության վրա պատասխանատու է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանության հետի։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը իրեն հայտարարության մեջին փորձել է քննադատել Իսրայելավորոշումը կապելով մերձավոր արևելքում ընթացող զարգացումների Սակայն Իսրայելի իշխանությունները շեշտանվեր հայերի ցեղասպանության ճանաչումը պայմանավորված է բացառապես պատմական ճշմարտությամբ, բարոյական պատասխանատվությամբ ու արդարության սկզբունքներով։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իսրայելակառավարությունը միաձայն հաստատել է հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որը ներկայացրել է երկրի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը։ Իսրայելի հետի բարոյական ու պատմական պարտավորությունը տա նշալն վեր պատմական ճշմարտությունների ընդունումը կարել չի կախվածինի քաղաքական հանգամանքներից, իսկ դրանց ժխտումը չի փոխում պատմական փաստերը։ Նախագահ Արմենակ Աբրահամյանը իրեն ելույթում մաղթանքներ է հայտնել վերես ճանաչումը օգտապերելու տարածաշրջանի սաղ ճնշված ժողովուրդներին հուվերտ ուժալ մարդկության դեմ հանցագործություններից։ Պատմամշակութային ժառանգության պահպանումը կարևոր նշանակություն ունի ազգային ինքնության ու պատմական հիշողության պահպանման հետի։ Մասնագետները կարևորում են հայկական հուշարձանների թվայնացումը, գիտական ուսումնասիրությունը, միջազգային պաշտպանությունը որպես մշակութային ժառանգության պահպանման առաջնահերթ ուղղություններ։ Մի խումբ նվիրյալներ նախաձեռնան թայզակրթամշակութային ծրագիր, որի նպատակն է նպաստել արևմտահայերենի պահպանմանն, տարածմանը, առավել հասանելի ու գրավիչ դարձնելով ջահիլ սերնդին հետի։ Նախաձեռնության հեղինակները հայոց լեզվի ուսուցիչներ Լիլիթ Պողոսյան Հանջնը, Հերա Իսկենտերօղլուն ու գծագրության ուսուցիչ Վահրամ Վոլքան Երաճնը հանդիպում ունեցալ Մարմարա օրաթերթի տնօրեն Արի Հատեչյանի հետ, ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակներն առաջիկա անելիքները։ Ծրագիրը նախատեսվում համախմբել համայնքային շկոլների աշակերտներին, դասատվոցը, մշակութային գործիչներին, լեզվի պահպանությամբ հետաքրքրված սաղ շրջանակներին։ Նախաձեռնության վաղ արևմտահայերենի վերաարժևորումն է ստեղծագործական գրության, ընթերցանության, գեղագրության ու հայկական մշակութային ժառանգության միջոցառը։ Արևմտյան Հայաստանը հայ գրող ու հետազոտող Մահիր Օզգյանը նշել է համշենցիների ինքնությունը ձևավորվել է հայկական պատմական հիմքին իրան, իսկ համշեներենը հայերենի բարբառն է։ Իրան ասել է համշենցիներն պահպանել է վրանց յուրահատուկ մշակութային լեզուն, շարունակում ընկրել է հայկական պատմական ու լեզվական ժառանգությունը։ Ամերիկայոռանա պաշտոնյաները համաձայնության են եկալ դադարեցնել հարձակումները հունիսի 30-ի Դոհայում խորհրդակցություններն անցկացրալ Հորմուզա նեղուցի շուրջ վեճը լուծելի հետի, հայտնալա Ագզիոսի լրագրող Բարակ Ռավիդը հղումնել է վրան սեփական աղբյուրներին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի նշել է Ամերիկանայրանը համաձայնալ են դադարեցնին միմյանց դեմ հարձակումները, որովհետև երկուային գույնները նախատեսում են հանդիպել Կատարի մայրաքաղաքում երեքշաբթի օրը Հորմուզա նեղուցի շուրջ վրանց տարաձայնությունները լուծելի հետի, ասել է ինքը։ Ռավիդ աղբյուրները մինին համաձայն երկուային գույնները սկզբում պլանավորացնել այլ խորհրդակցություններ անցկացնել Շվեյցարիայում երեքշաբթի օրը քննարկելի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը, սակայն վերջին օրերին լարվածության սրման դերդան Ամերիկանայրանը որոշալ փոխեն բանակցությունների վայրը ու կիզակետը։ Ամերիկյան աղբյուրը հիվելալա վեր խորհրդակցությունների մասնակցելուն Ամերիկայի տեխնիկական խմբի ղեկավար Նիկ Ստյուարտը։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի Ռուզան Արցախադուստր ներկայացման երևանյան պրեմիերան է իլյալ։ Մուրացանա Ռուզան դրամայի հիմա իրան ստեղծված բեմադրությունը անդրադառնում է ազգային հիշողության, ինքնության ու հայրենասիրության թեմաներին։ Վերակազմավորված թատրոնը շարունակում է իր գործունեությունը Երևանում նպաստել Արցախամշակութային ժառանգության պահպանմանը։ 20-րդ դարի սկզբից բացառիկ արխիվային լուսանկարում պատկերված է Կարսա հայուհի հայկական ավանդական հարսանեկան կամ տոնական տարազավ։ Լուսանկարը վկայում է Կարսի հայկական մշակութային հարուստ ժառանգության ու ազգային հագուստի ինքնատիպության մասին։ Հայուհի գլխին տիրված է թագը կոշտ շրջանակով ավանդական գլխազարդ, վերը զարդարված է մետաղադրամներով, ասեղնագործությունով ու մարգարիտներով։ Լրացնում է նուրբ քողը, վերը սահուն քշանում է ուսերին ու մեջքին։ Ճակատին կենտրոնում պնդացված է ավանդական կախազարդ, իսկ պարանոցը զարդարված է բազմաշերտ վզնոց
հյուրանոցներով, բնորոշ կենտրոնական կախած զարդա։ Շորերը կազմված է սիպտակ, օձիքավ շորերը ու դրա երայից հագնված բեցվող վերնա ըսկեստից, որոնք ամբողջացնում են Կարսահայ կնանոցը ազգային տարազին դասական կերպարը։ Այս լուսանկարը համ ներկայացնում է հայկական ավանդական շյուրի ղաշենգությունը, համ էլ հիշեցնում է Արևմտյան Հայաստանը մշակութային հարուստ ժառանգության մասին, որը պահպանվել է պատմական լուսանկարների հիշողությունների մեջին։ Թուրքիան Ադրբեջանին հետ միասին պատրաստել է դոսիե ու պատրաստվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել հայկական բախլավա ու փախլավա անվանումներով հաղորդում է Թուրքիե թերթը։ Վերջնական որոշումը ընդունվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 21-րդ նիստում, որը անցկացվելու է չինական Սիամեն քաղաքում նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 5-ը։ Թուրքական պարբերականորեն երկրին այս որոշումը հին հայկական աղանդների վերաբերյալ բացատրում է Հունաստան անհետ վաղեմի վեճերով հրապարակելով լեգենդար մասին, թե փախլավայի բաղադրատոմսը հայտնաբերվել է պալատական խոհարարական գրառումներով Հալամ Սուլթան Մեհմեդ նվաճողի ժամանակներից։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկայցիկ։